Շաքարային դիաբետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2025 թվականի վերջին զեկույցները ցույց են տալիս, որ չափահաս բնակչության ավելի քան 11%-ը ապրում է շաքարային դիաբետով։ Այս հիվանդության էությունը կայանում է միայն մի հիմնական խանգարման՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի մեջ։ Շաքարային դիաբետով տառապող մարդկանց թիվը արագորեն աճում է ամբողջ աշխարհում։ Միայն վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում շաքարային դիաբետով տառապող մարդկանց թիվը գրեթե 3 անգամ աճել է։ Իր պատմության ընթացքում բժշկությունը պնդել է, որ շաքարային դիաբետի պատճառը արյան մեջ ինսուլինի անբավարարությունն է։ Կախված նյութափոխանակության մեջ ինսուլինի ներգրավվածության աստիճանից, շաքարային դիաբետի երկու հիմնական տեսակ կա՝ ինսուլինակախված առաջին տիպի շաքարային դիաբետ և ինսուլինաանկախ երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Առաջին տիպը ամենավտանգավորն է ու անբուժելին, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, այդ պատճառով հիվանդները ստիպված են արհեստական ինսուլին ընդունել իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ամենատարածված հիվանդությունը երկրորդ տիպի շաքարային դիաբետն է։ Այն հանդիպում է 10-ից գրեթե 9 դեպքերում։ Այս դեպքում օրգանիզմը չի կարող արդյունավետ օգտագործել ինսուլինը, չնայած ենթաստամոքսային գեղձի բջիջները այն արտադրում են բավարար քանակությամբ։ Մասնագետները այդ երևույթը անվանում են ինսուլինային դիմադրություն, այսինքն մարմնի բջիջների անզգայություն ինսուլին ընդունելու նկատմամբ։ Ինսուլինային ռեզիստենտայնությունն ինքնին կարող է մահվան բոլոր հիմնական պատճառների ձգան լինել՝ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, քաղցկեղի, լյարդի ճարպային դեգեներացիա, դեմենցիայի։ Այլ կերպ ասած, եթե հիվանդությունների վիճակագրությունը թարգմանենք մարդկային լեզվով, կարող ենք ասել, որ բոլոր հիվանդների 2/3-ը տառապում է ինսուլինային դիմադրողականությունից։ Ինչ վերաբերվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակին, դա միշտ չէ, որ նշանակում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրելու դիսֆունկցիա։ Փաստ չէ, որ բարձր շաքար ունեցող մարդը շաքարային դիաբետի նշաններ ունի։ Ինչն է սխալ բժիշկների մոտեցման մեջ ախտորոշում կատարելու համար։ Ցանկացած բժիշկ, նայելով երկար ժամանակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող հիվանդի տեստերի արդյունքներին, կասի, որ սա ենթաստամոքսային գեղձի խնդիր է և կանխորոշի շաքարային դիաբետ։ Իրականում դեպքերի կեսում դա լյարդի խնդիր է, որը կամ բորբոքված է, կամ վնասված։ Եթե խնդիրը լյարդում է և ենթաստամոքսային գեղձը առողջ է, ապա երբ սկսում են ներարկել արհեստական ինսուլին, ենթաստամոքսային գեղձի բջիջները ատրոֆիայի են ենթարկվում, ինչը արհեստականորեն հանգեցնում է առաջին տիպի շաքարային դիաբետի առաջացմանը։ Մնացած 50%-ի դեպքերում, եթե շաքարի մակարդակը բարձր է, դա ենթաստամոքսային գեղձի խնդիր է։ Նախքան պատմելը, թե արյան մեջ ինչի համար է անհրաժեշտ շաքարը, ուշադրություն դարձնենք մարդու ներքին օրգանների նշանակությանը։ Մարդը կենդանի բջիջներից բաղկացած կառուցվածք է։ Մեծահասակների մոտ ավելի քան 30 տրիլիոն բջիջ կա։ Բջիջները գտնվում են երկու տարածություններում՝ նյութական տարածությունում 8-ից 64 օկտավայի էներգիաների հաճախականության տիրույթով և աննյութական տարածությունում օկտավա 64-ից 96։ Մարդու զգայարանների զգացողությունները ձևավորվում են միայն նյութական տարածության համար։ Ուղեղը կառավարում է մարմնի բոլոր բջիջները և որոշակի հաճախականությամբ կապ ունի յուրաքանչյուր բջջի հետ։ Իրենց գործառույթները նորմալ կատարելու համար բջիջները պետք է ուտեն և խմեն։
Երիկամները և լեղապարկը սնունդ են արտադրում բջիջների համար։ Դրսից ստացված սնունդը օրգանիզմը քայքայում է փոքր ֆրակցիաների և մոլեկուլների։ Ամենից շատ բջիջներին անհրաժեշտ է այդ մոլեկուլների ատոմների էներգիան և մոլեկուլների մի փոքր նյութական մասը։ Բջիջները սպառում են էլեկտրական, մագնիսական և գրավիտացիոն պոտենցիալներ։ Դրանք անպայմանորեն փաթեթավորվում են կոնտեյների մեջ։ Լյարդը զբաղվում է կոնտեյներների արտադրությամբ։ Սննդի մատակարարման կոնտեյներների տեսակներից մեկը, օրինակ, էրիթրոցիտներն են։ Էրիթրոցիտների էներգետիկ կառուցվածքը տորուսն է։ Ենթաստամոքսային գեղձի շնորհիվ, որպես լյարդի կողմից արտադրվող կոնտեյների չափերի, քաշի և պարունակության կարգավորիչ, ցանկացած բեռ վերածվում է ստանդարտ ձևի։ Բոլոր նյութափոխանակության գործընթացները, ուղեղի հետ հետադարձ կապը, կոնտեյներների հասցեների պիտակների արտադրությունը և այլնը կախված են ենթաստամոքսային գեղձի աշխատանքից։ Յուրաքանչյուր կոնտեյներ նախատեսված է շատ կոնկրետ բջջի համար, և ոչ մի այլ բջիջ նորմալ աշխատանքի դեպքում չի կարող զավթել մեկ ուրիշի կոնտեյները։ Այն վայրը, որտեղ բոլոր սննդային բաղադրիչները հավաքվում են կոնտեյների մեջ, սիրտն է, ավելի ճիշտ նրա աջ նախասիրտը։ Դա մի տեսակ մագնետրոն է, որտեղ բեռը փաթեթավորվում է կոնտեյների մեջ մոտ 1 վայրկյան տևողությամբ ցիկլով։ Այնուհետև կոնտեյները մտնում է ձախ նախասիրտ և ուղարկվում պիտակի վրա նշված հասցեով։ Փաթեթավորումից հետո բեռով կոնտեյների մեծ մասը (96%) անցնում է աննյութական վիճակի, մնացած 4%-ը մնում է նյութական վիճակում։ Եվ սա նույնպես բջջի համար սնունդ է։ Շաքար սինթեզելու համար օգտագործվում է շաքարային գեղձը։ Հնարավոր չէ այն տեսնել կամ հայտնաբերել սարքերի միջոցով։ Այն ենթաստամոքսային գեղձի էներգետիկ կառուցվածքի մաս է կազմում և գտնվում է աննյութական վիճակում։ Ինչի համար է շաքարը։ Ըստ նոր գիտելիքների սկզբնաղբյուրների, շաքարը ձգողականության վրա հիմնված էլեկտրական ներուժի ջրածնային կառուցվածք է։ Այս կառուցվածքի կրողը ազոտային բլոկն է։ Ազոտային բլոկում տեղակայված անհրաժեշտ ներուժերով շաքարը ոչ միայն հանդիսանում է կենդանի բջիջների սնուցում, այլև ծառայում է որպես կենդանի բջջի միջուկային ալիքի անհրաժեշտ վառելիք, որտեղ տեղի է ունենում բջջի նյութական և ոչ նյութական տարածությունների միջև էներգիայի հոսքը։ Շաքարի մեջ պարունակվող ինսուլինը բջջում միջուկային պրոցեսների կատալիզատոր է։ Ավելին, ինսուլինը նաև գործում է որպես թիրախային պիտակ շաքարի կոնտեյները որոշակի բջիջ հասցնելու համար։ Ինսուլինի արտադրությունը տեղի է ունենում ենթաստամոքսային գեղձում, ուղեղի վերահսկողության ներքո։ Ուղեղը պետք է հնարավորություն ունենա վերահսկել ինսուլինի բոլոր հաճախականության ներուժերը, հակառակ դեպքում կոնտեյներների մատակարարումը արդյունավետ չի լինի։ Լուրջ խափանումներ են տեղի ունենում, երբ խաթարվում է շաքարի և ուղեղի միջև կապը կազմակերպչական համակարգում։ Ուղեղի կողմից չվերահսկվող բջիջները սնուցող ներուժերը ատոմային ռումբ են կենդանի բջջի համար։ Ուղեղը սկսում է փոփոխել մատակարարման համակարգերի գործառույթները, փոխելով երիկամների, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների հաճախականության ներուժերը։ Սկսվում է անվերահսկելի գործընթաց, որի ընթացքում չպահանջված և չօգտագործված բեռնված կոնտեյներները նստվածք են տալիս շաքարի տեսքով և սկսում են շրջանառվել արյան մեջ, մինչև չեն հայտնվում լաբորատորիայի մասնագետների մոտ։ Այս անվերահսկելի գործընթացը ընդունված է անվանել շաքարային դիաբետ։ Երբ գործընթացը դառնում է անվերահսկելի, բժիշկները փորձում են կայունացնել այն՝ ներարկելով արհեստական ինսուլին, որը, օրինակ, ստացվել է խոզի ենթաստամոքսային գեղձից։ Հիվանդի առողջությունը վատանալու հետ այն սկսում են կանոնավոր ներարկել։ Չի կարելի մոռանալ գլխավորը, որ արհեստական ինսուլինը մի կառուցվածք է, որը ուղեղի հետ չունի կապի հաճախականություններ։ Հետևաբար շաքարային դիաբետի պատճառը արյան մեջ շաքարի բարձրացման ախտանիշներով և շաքարային դիաբետի ախտորոշումը դա հենց ուղեղի վերահսկողության կորուստն է, իսկ դիմադրողականությունը և այլ գործոնները դրա հետևանքն են։
եւ ոչ մի դեղամիջոց չի կարող վերականգնել վերահսկողությունը։ Վերահսկողությունը կարող է վերականգնվել շաքարային դիաբետի վաղ փուլերում, ուղեղին համապատասխան գործողությունների հրահրելով Սվետլ ծրագրերի միջոցով։ Այս մասին ավելին կարող եք կարդալ Ֆյոդոր Շկրուդնևի «Իրականության վերակառուցում» մենագրությունում։ Սպասում ենք ձեր հարցերին, մեկնաբանություններին։